Շաբաթներ շարունակ համացանցն ակտիվորեն քննարկում էր դերասաններ Անահիտ Մանուկյանի և Հայկ Հովհաննիսյանի բաժանման մասին լուրերը։ Եվ միայն օրեր առաջ Հայկը անդրադարձավ այս թեմային, հերքելով տարածված լուրերը ու նշելով, որ Անահիտի հետ կրկին միասին են։ Իսկ Անահիտ Մանուկյանը չի անդրադարձել այս թեմային, փոխարենն իր սոցիալական էջերում շարունակում է ակտիվ հրապարակումներով կիսվել։ Նա նոր լուսանկար էր հրապարակել իր մտերիմ ընկերուհու հետ ու գրել. «Սիրում եմ քեզ, ամենաերջանիկն եմ, որ կաս, շնորհավոր ծնունդդ», գրել էր Անահիտ Մանուկյանը։ Երգչուհի Լիլուն ևս ակտիվ հրապարակումներով կիսվում է սոցիալական հարթակներում։ Այս անգամ երգչուհին անդրադարձել է քաղաքական թոհուբոհին և հանրության կարծիքներին, իսկ մենք առաջարկում ենք լսել երգչուհու կարծիքն առանց մեկնաբանության։ Ուրեմն այս ստորիս վերաբերվում է Հայաստանում բնակվող, ինձ հետևող մարդկանց, ովքեր որ ինձ հետևում են, կամ ուղղակի պարբերաբար մտնում են իմ ստորիները նայում են, ինձանով հետաքրքրված են, բայց չեն հետևում։ Ինչևէ, օրինակ, ինձ հետաքրքիր է ինձ հետևող մարդկանց քաղաքական հայացքները։ Ես էլ ունեմ քաղաքական հայացքներ եւ ոնց որ աշխարհի բոլոր հայերը սրտացավ հետևում են Հայաստանում տեղի ունենալիք ընտրություններին, այդ քարոզարշավներին, չես կարող անտարբեր լինել, այնպես էլ ես հետաքրքրված եմ։ Բայց միայն հետաքրքրված եմ, բայց չեմ բարձրաձայնում իմ կարծիքը, հաշվի առնելով այն մարդկանց հարձակումները, որոնք բարբերաբար լինում են, որ եթե դու երկրի ներսում չես, դու իրավունք չունես ընդհանրապես ինչ-որ մի բան ասելու, որտեվ դու ով ես, դու քո երկիրը թողել գնացել ես, եթե այդքան սրտացավ չգնայիր բան, ասենք հաշվի չեն առնում, որ մարդիկ կան, որ ոչ թե ստիպված, օրինակ ես ստիպված չեմ լքել իմ երկիրը, ես ուղղակի եկել եմ մամայիս եմ միացել, իմ ընտանիքն եմ վերամիավորել եւ այստեղ ընտանիք եմ կազմել։ Ես ոչ թռել եմ, ոչ փախել եմ որևէ մեկից, ոչ մի բան, բայց իմ ամեն մարդ իր ընտրությունը ունի, որ երկրում ապրի, բայց դա չի նշանակում, որ դու անտարբեր ես քո երկրի, քո հայրենիքի նկատմամբ։ Եվ հաշվի առնելով այդ հարցակումներին, հիմա չեմ ուզում գնեմ այդ բաների մեջ, որովհետև այդ խնդրում եմ էլի, որ դրա ժամանակը չի, ինչ որ որևէ մեկին որևէ ուղղություն ընդհանրապես ուղղություն ցույց տալու ոչ ցանկություն ունեմ, ոչ էլ իրավունք ունեմ, որովհետև քաղաքականությունը ինդիվիդուալ է, ամեն մարդ ինքի իր ձևով է դա անցալում, ամեն մարդ իր տեսանկյունն ունի, իր հայացքներն ունի, մեկի համար սա լավ է, մյուսի համար սա վատ է, այն մյուսի համար ահավոր է, այն մյուսի համար, ինձ համար օրինակ լրիվ ուրիշ ձև է, ինչպես հավատքը, այնպես էլ քաղաքականությունը ինձ համար դա ինդիվիդուալ է, ամեն մարդ իր ձևով է հասկանում, ընկալում, եւ որևէ մեկը որևէ մեկին չի կարա պարտադրի, կարա ընդամենը ինչ որ փորձի ինչ որ հարցերում լավ ու վատ կողմերը ցույց տա։ Հիմա ուզում եմ խոսեմ նրա մասին, որ օրինակ ինձ շատ հետաքրքիր է ինձ հետևող մարդկանց քաղաքական հայացքները, ինչպիսին են իրանք պատկերացնում Հայաստանի ապագան, Հայաստանը, որպեսզի ես մի հատ հասկանամ էլ իմ հետևողները ինչ քաղաքական հայացքների տեր մարդ են, ինչպես են տեսնում իրենց հայրենիքի ապագան, առհասարակ էլի, նենց հետաքրքիր է ինձ օրինակ չեք պատկերացնի։ Գաղտնիությունը խոստանում եմ, որ կպահպանվի, անգամ եթե ձեր ընտրածի հետ կապված ինչ-որ անուն էլ գրեք, ես դա երբեք չեմ բարձրաձայնի, ես մենակը կարդամ, կարող եք հանգիստ լինել, ես ուղղակի որ սենց կուզենայի էլի իմանայի ունեք իմ հետևողները այդ ընտրություններին ոնց են պատրաստվում, ամենակարևորը, շատ կարևորը, միայն որ կարող եմ իմ կողմից ավելացնել, դա ընտրության գնալն է։ Միակ բանը, որ կուզենամ, դա ընտրության գնալն է, որ որևէ մեկը ձեր փոխարեն ընտրություն չկատարի։ Դուք գնացեք ինքներդ ընտրեք, ում կուզեք կընտրեք, բայց ամենակարևորը գնացեք։ Էդ է միակ բանը, որ կուզենամ ասել։ Մեկը իմ խոսել չխոսելով ոչինչ չի կարող փոխվել, կամ որևէ մեկի խոսելով չխոսելով ոչինչ չի կարող փոխվել։
մեր նման մարդիկ, հանրային մարդիկ միայն կարող են հալածվել վատ կոմենտների, հայոյանքների արժանանալ, անեծքների, շատ վատ ինչ-որ տենց սեկտայանման ինչ-որ խմբեր կա, որ հարցակվում են առանց հասկանալու, որ այդ մարդը ոչ մի վատ բան էլ չէր ասել, ընդամենը ինչ-որ մի բան էր, հա, իր կարծիքներ արտահայտել, բայց հենց ինչ-որ կարծիք ես ուզում արտահայտես, ինչ-որ սկսում են մարդիկ հարցակվել վրեդ, անհիմն անպատվել, որ դրա համար այդ թողբոհի մեջ ընդհանրապես չեմ ուզում մտնել, ընդհանրապես ես մենակ Աստծուն աղոթում եմ, խնդրում եմ, աղաչում եմ, որ Հայաստանը լինի ապահով, պաշտպանված, ունենա իսկապես երաշխավորված անվտանգություն, իսկապես երաշխավորված, ինչը որ մեր պարագայում գրեթե հնարավոր չի, ինչի համար, որովհետև մեր դիրքը այնպիսին է, որ մենք դարերով շրջապատված ենք եղել մուսուլմանական երկրներով։ Էլի եմ ասում, ես ոչ քաղաքականագետ եմ, ոչ քաղաքականության մեջ քաղաքականության հետ կապ ունեմ եւ քաղաքական գործիչներ կան, որոնք որ լուսաբանում են, պարզաբանում են, մարդկանց բացատրում են։ Ես ուղղակի ընդամենը ասում եմ, որ գնացեք ընտրության, այդ շատ կարեւոր է, որ յուրաքանչյուրդ գնա ընտրության, կատարեք ձեր պարտքը, ընտրեք ձեր նախընտրածին եւ ամենակարևորը խաղաղ երկրում ապրեք, ամենակարևորը։ Ու մի բան էլի անպայման ուզում եմ ասել, ավելացնեմ իմ կողմից։ Շատ հայեր ուզած, չուզած ստացվել է այնպես, որ ապրում են օտար երկրներում։ Բայց այս աշխարհի երեսին չկա մի հայ, որ իր երկրով հետաքրքրված չլինի ու անտարբեր լինի։ Շատ անգամ Հայաստանում բնակվող մեր հայրենակիցներն ասում են, որ այդքան շատ եք սիրում, ինչի եք գնացել։ Էլի եմ ասում, այնպես է ստացվում, որ անկախ մեր կամքից ստացվել է այնպես, որ ապրում ենք այս երկրում։ Բայց որևէ մեկը մեզ չի կարա արգելի մեր երկիրը սիրենք, մեր հողն ու ջուրը սիրենք, թե չէ։ Որևէ մեկը դրա իրավունքը չունի։ Որևէ մեկը եւ երբեք որևէ մեկը չի կարա տարանջատի Հայաստանում ապրող հային իր մամայից, որը ապրում է ուրիշ հողի վրա, ուրիշ երկրում։ Սփյուռքում ապրող մեր հայրենակիցները Հայաստանում ապրող հայրենակիցների բարեկամներն են, հարազատներն են, ընտանիքն են։ Այնպես որ չի լինի, որ մեր հայրենիքում ապրող աղջիկը մեղադրի իր մամային, ով ապրում է օտար երկրում, որ իր ուսման վարձն է վճարում, կամ տղան, որ ամուսնացել է այստեղ, մամային ու պապային Հայաստանում պահում է։ Չի լինի տենց, չի լինի տարանջատել։ Ընդամենը պետք է հասկանալ ու գիտակցել, որ մենք բոլորս անկախ մեր ապրելու վայրից մենք մի ժողովուրդ ենք, որ պարտավոր ենք իրար սիրենք անկախ ամեն ինչից։ Ես երբևէ որևէ մեկից ոչ վախեցել եմ, ոչ կվախենամ իմ կարծիքը արտահայտելու համար, բայց քանի որ հիմա անկառավարելի, անկանխատեսելի, սենց ինչ-որ տագնապային իրավիճակ է այդ ընտրությունների հետ կապված, զերծ կմնամ, չեմ ուզենա այդ խոսակցությունների թիրախում հայտնվել։ Ես ընդամենը ուզում եմ, որ Աստված իսկապես պահի պահպանի Հայաստանը իր ժողովրդով, թող լինեն արդար ընտրություններ եւ ամենակարևորը, նորից եմ ասում, գնացեք ընտրության։ Դա շատ կարևոր է։ Աստված պահապան բոլորիս։